Հրազդան քաղաք, աշխարհագրական ընդգրկուն ձգվածություն ունեցող եւ իր մեծությամբ 4-րդ քաղաքը հանրապետությունում։ Հրազդան քաղաք, իր զարգացման առանձնահատկություններով, իր մեջ ներառված նախկին 7 գյուղական բնակավայրերին բնորոշ կոլորիտով, 7 նախկին գյուղական համայնքներ, որոնք ներկայումս Հրազդան քաղաքի թաղամասերն են եւ միմյանց փոխ լրացնելով ամբողջացնում են Հրազդանի նկարագիրն ու կերտում քաղաքի պատմությունը։ Խորհրդային տարիների ընթացքում արտադրական երբեմնի հզորություններ ունեցող Հրազդանին սպասում էին լրջագույն փորձություններ հետխորհրդային տարիներին։ Փորձություններ, որոնք պատվով կրեց իմաստուն եւ գիտակցական բավականաչափ լուրջ մտածողություն ունեցող հրազդանցին, պատվով կրեց եւ մշտապես աչքի ընկավ իր ողջամտությամբ։ Անհրաժեշտ էր հոգատար մեկը, որ կարողանար այս ամենը վերցնել իր ուսերին ու ապահովել Հրազդանի եւ հրազդանցիների բարօրությունը։ Եվ ահա 2002 թվական։ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններ։ Ժողովրդի վստահության արդյունքում քաղաքապետի պաշտոնը ստանձնում է արդեն իսկ հրազդանցիների կողմից ճանաչված։ Հրազդանի պշեկում եւ քաղաքային խորհրդի գործկոմում իր աշխատանքային մկրտությունն ստացած, սոցիալական ապահովության ոլորտում աշխատելու ժամանակահատվածում քաղաքի բնակիչների հոգսերն ու խնդիրները լավագույնս տիրապետող Արամ Դանիելյանը։ Արամ Ռազմիկի Դանիելյան, մարդ, ով ստանալով հրազդանցիների վստահությունը դեռևս 2002 թվականին որդեգրեց նախ եւ առաջ Հրազդանը կուտակված բազմապիսի խնդիրներից, բնակիչներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու քաղաքականությունը։ Իսկ քաղաքը մեծ է ու ընդգրկուն եւ անհրաժեշտ էր լուծել համայնքային ամենատարբեր խնդիրներ, կենթանություն հաղորդել համայնքային ամենատարբեր ենթակառուցվածքների գործունեությանը եւ բնականաբար հնարավոր չէր համայնքի բյուջեի հնարավորություններն ուղղել միայն մեկ խնդրի լուծմանը կամ ամբողջությամբ լուծել համայնքային բոլոր խնդիրները։ Եվ ահա համառ ու տքնաջան աշխատանքի շրջանը։ Համայնքի վրա ծառացած էին բազմաթիվ պարտքեր, ջրամատակարարման դիմաց գոյացած 90 միլիոն դրամ, կենտրոնական ջեռուցման դիմաց գոյացած 1 միլիարդ դրամ, համայնքի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների աշխատակիցների աշխատավարձերի հսկայական պարտքեր ևս։ Բնակչության զգալի մասի անվճարունակության պայմաններում էլ ավելի էր դժվարանում քաղաքապետարանի առանց այն էլ ոչ դյուրին իրավիճակը։ Կենտրոնական ջեռուցումն ապահովում էր հրաժեջը, որն արդեն Ռուսաստանի Դաշնության տնօրինության տակ էր եւ պահանջում էր իր գումարները։ Միակ ճանապարհը դատական կարգով բնակչությունից գումարները գանձելն էր։ Քաղաքապետարանն իր վրա վերցնելով 1 միլիարդ դրամի մարման պարտավորությունը ազատեց բնակիչներին դատական կարգով պատասխանատվության ենթարկվելուց։ Նույն կերպով պատասխանատվությունից ազատեց նաև ջրամատակարարման վարձավճարներից։ Ջրամատակարարման համակարգից հրաժարվող քաղաքն անհրաժեշտ էր գազիֆիկացնել ամբողջությամբ եւ ընդամենը 2 տարվա ընթացքում Արամ Դանիելյանի անմիջական նախաձեռնությամբ հաջողությամբ իրականացվեցին Հրազդան քաղաքի գազամատակարարման վերականգնման աշխատանքները եւ կենտրոնացված ջեռուցումը դադարեցվեց միայն քաղաքի ամբողջական գազիֆիկացումից հետո։ Համայնքի ղեկավար Արամ Դանիելյանն աջակցություն է ցուցաբերել եւ ցուցաբերում բոլոր այն ընտանիքներին, ովքեր ունեին ինչպես սեփական բնակարանները գազիֆիկացնելու, այնպես էլ ջեռուցմամբ ապահովելու խնդիրներ։ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետևողական ու բազմակողմանի աշխատանքի արդյունքում տարբեր ատյաններում նրա վարած ակտիվ բանակցությունների, Հրազդանի ու հրազդանցիների հանդեպ ունեցած անսահման նվիրումի արդյունքում հանրապետությունում առաջինը Հրազդան քաղաքում իրականացվեց ջրամատակարարման համակարգի լիարժեք արդիականացման ու հիմնանորոգման ծրագիրը։ Այդ աշխատանքների հետևանքով վնասված ասֆալտի վերականգնումը կիրականացվի համայնքի բյուջեով, իսկ 2012 թվականից արդեն քաղաքի բնակիչները կստանան խոստացված 24-ժամյա ջրամատակարարում։ 2002-2011 թվականների ընթացքում Արամ Դանիելյանն իրականացրեց նաև քաղաքային տարբեր ենթակառուցվածքների բարեփոխումների եւ բարելավումների հսկայածավալ ծրագիր։ Քաղաքի 8 ծանրաբեռնված խաչմերուկներում տեղադրվել են լուսաֆորային համակարգեր իրենց ժամանակաչափերով։ Համայնքի միջոցներով ձեռք են բերվել 5 աղբահավաք եւ ինքնաթափ մեքենաներ եւ իրականացվել են աղբահանության համակարգված աշխատանքներ,
համայնքը ազատելով մինչև 2002 թվականը գոյացած աղբակույտերից։ Յուրաքանչյուր տարի կատարվել են համայնքային ավտոճանապարհների գծանշման աշխատանքներ։ Քաղաքի առավել ծանրաբեռնված հատվածներում տեղադրվել են 10 հատ ժամանակակից կանգառներ, իսկ մնացած կանգառներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ։ Մինչև 2002 թվականը գիշերային լուսավորություն չունեցող Հրազդանում վերականգնվեցին փողոցային լուսավորության համակարգերը։ Համայնքի հարավային, Աղբյուրակ, Կենտրոն, Միկրոշրջան և Վանատուր թաղամասերում տեղադրվեցին 350 հատ էլեկտրական հենասյուներ և արդյունքում քաղաքի գրեթե 85%-ն այսօր ապահովված է գիշերային լուսավորությամբ։ Հաջորդ ամենակարևորագույն աշխատանքը քաղաքի փողոցների ասֆալտապատումն էր։ Խորհրդային տարիներից հետո Հրազդան քաղաքում մինչև 2002 թվականը չէին իրականացվել ասֆալտապատման, մայթերի ու վերջիններիս եզրաքարերի վերանորոգման որևէ աշխատանքներ։ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմից վարվող համայնքանպաստ քաղաքականության արդյունքում այս ասպարեզում իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ։ Հրազդանի բնակիչների հիշողություններում դեռևս թարմ են քաղաքի կենտրոնական փողոցների անբարեկարգ վիճակները, ասֆալտի ծածկույթի վրա առաջացած և օրեցօր խորացող փոսերը, որոնք շարունակաբար բարեկարգվեցին 2002 թվականից մինչ այսօր։ Համայնքում իրականացվել են 302 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ։ Համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների 85%-ից ավելին վերանորոգված են։ Քաղաքում իրականացվել են կանաչ տարածքների վերականգնման, ծառատնկման աշխատանքներ։ Իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների, բակերի ու շքամուտքերի հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներ։ Համայնքի բյուջեի հնարավորություններով իրականացվել են բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում առկա խաղահրապարակների բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել են մանկական կարուսելներ։ Համայնքի բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են Հրազդանի համայնքային տնտեսություն և մաքուր Հրազդան ձեռնարկությունների միջոցով։ Այդ աշխատանքներում ընդգրկված են շուրջ 70 աշխատողներ։ Քաղաքում վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն արդիականացվել են մարզական և մշակութային բնագավառների աշխատանքները։ Համայնքի բյուջեի հնարավորություններից մշտապես հատկացումներ են կատարվել մարզամշակութային միջոցառումների կազմակերպման ու համապատասխան հաստատությունների բնականոն գործունեության համար։ Քաղաքի 3 մարզադպրոցներ հաճախող երեխաների թիվը կազմում է շուրջ 793, շուրջ 10 անգամ ավելի 2002 թվականի համեմատ։ Մարզական պարապմունքները կազմակերպվում են բացառապես անվճար հիմունքներով։ Մարզադպրոցներում գործում են դյուդոյի, ուժային եռամարտի, բասկամարտի, թաեքվոնդոյի, սամբոյի, ֆուտբոլի, թիավարության, լեռնադահուկի, մականախաղի և տարբեր սպորտային այլ խմբեր։ Կազմակերպել և անցկացվել են բազմաթիվ մրցումներ և միջոցառումներ։ Քաղաքում գործող մանկապարտեզների, գրադարանների, մարզադպրոցների, երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցների համար ապահովել է բնականոն աշխատանք։ Այսօր համայնքի մանկապարտեզներ են հաճախում 1640 երեխաներ, 2002 թվականի 795 հաճախումների դիմաց։ Համայնքի երիտասարդներն այս տարիների ընթացքում քաղաքապետ Արամ Դանիելյանի աջակցության շնորհիվ մասնակցել և արժանացել են սպորտի, մշակույթի և տարաբնույթ այլ ոլորտների բարձրագույն պարգևների։ Մշտական ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակից, վիրավոր և զոհված ազատամարտիկների, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին, շնորհալի երիտասարդներին, բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև վճարովի համակարգում սովորող ուսանողներին ու հասարակության այլ տարբեր շերտերի։ Արամ Դանիելյանն այս տարիների ընթացքում մշտապես եղել է ժողովրդի հետ, կանգնած եղել իր սիրելի հրազդանցիների կողքին, զբաղվել բացառապես հրազդանյան գործընթացների կազմակերպմամբ և արդյունավետ լուծումներ տվել քաղաքի առջև ծառացած բազում խնդիրների։ Եվ ինչպես իր նախընտրական քարոզչական գրքույկում սիրելի համաքաղաքացիներին դիմելիս, Արամ Դանիելյանը նկատել է. այս տարիների ընթացքում բնականաբար եղան նաև հարցեր, որոնց լուծումները հետաձգվեցին, լուծվեցին մասնակիորեն կամ ընթացքի մեջ են, սակայն առաջիկա տարիներին դրանք կդառնան համայնքի զարգացման ռազմավարական ծրագրի հիմքը։ Եվ Արամ Դանիելյանը, վերլուծելով և վերագնահատելով անցած 10 տարիներից յուրաքանչյուրը, վստահաբար փաստում է, որ իր սիրելի համաքաղաքացիների հետ միասին անցել են մի նշանակալի ժամանակահատված և այժմ ժամանակն է արդեն իսկ ձևավորված ու լիարժեքորեն կայացած այդ փոխադարձ վստահության արդյունքում
ամբողջացնել կատարված աշխատանքը եւ ունենալ ժամանակակից, գեղեցիկ ու բարեկարգ հրազդան։ Սիրելի ընտրողներ, 2012 թվականի փետրվարի 12-ին վերընտրելով Արամ Դանիելյանին, դուք կատարելու եք բնականոն զարգացող հրազդանի, վերջնականապես բարեկարգված հրազդանի, կայուն հրազդանի ընտրությունը։ Հարգելի հրազդանցիներ, 2012 թվականի փետրվարի 10-ին ժամը 16-ից մինչև 20-ը Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի սահմանադրության հրապարակում տեղի կունենա Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական հանդիպումը քաղաքի ազգաբնակչության հետ, որը կուղեկցվի հայ երգարվեստի ճանաչված ու սիրված աստղերի մասնակցությամբ, կազմակերպվող տոնական համերգով եւ հրավառությամբ։ Տոնական համերգին իրենց կատարումներով հանդես կգան Ռուզան Ավետիքյանը, Աննա Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը, Մհերն ու Էրիկը, Արսեն Գրիգորյանը, Արման Էլբարտը, Մելինե Մաթևոսյանը, Ռաֆայել Մելքոնյանը եւ Արսենը։ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական քարոզչական կենտրոնը բոլոր հրազդանցիներին սիրով հրավիրում է մասնակցելու նախընտրական հանդիպման ու համերգային ծրագրին։ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական քարոզչական կենտրոն։